Ողջույն, խախտելով բոլոր հնարավոր պայմաններն ու կանոնները պատրաստում ենք շատ համեղ ֆունչոզա։ Եվ այսպես ֆունչոզայի վրա եռման ջուր ենք լցնում, այնպես որ ամբողջությամբ ծածկվի ֆունչոզան եւ թողնում մոտ 15 րոպե։ Այդ ընթացքում նախապես լվացված մաքրված գազարը քերում ենք կորեական աղցանի համար նախատեսված քերիչով։ Հավի կրծքամիսը եփելուց հետո բաժանում ենք թելերի կամ կտրատում։ Բուլղարական պղպեղը նախապես մաքրում լվանում ենք եւ կտրատում երկար բարակ ձողերի տեսքով։ Ցանկալի է վերցնել մի քանի երանգ, այդպես աղցանն ավելի գեղեցիկ տեսք է ունենում։ Որից հետո թավայի մեջ լցնում ենք բուսայուղ, տաքացնում ենք, ապա այստեղ լցնում նախապատրաստած բոլոր բաղադրիչները։ Լավ խառնում ենք եւ ժամանակ առ ժամանակ խառնելով միջին կրակով տապակում ենք մինչև բանջարեղենը փափկի։ Իսկ այս ընթացքում ֆունչոզան արդեն պատրաստ է լինում։ Այն քամում ենք, որից հետո կտրատում ենք մկրատի օգնությամբ, ինչպես ներկայացնում եմ։ Այդպես համտեսելն ավելի հարմար է լինում։ Արդեն պատրաստի միսն ու բանջարեղենը վերցնում ենք կրակից եւ ավելացնում ֆունչոզային։ Որից հետո ավելացնում ենք համեմունքներ։ Ես միանգամից վերցրել եմ պատրաստի համեմունքը նախատեսված ֆունչոզայի համար, որը կարող եք գտնել ցանկացած խանութում։ Մնում է միայն կորեական աղցանի համար նախատեսված քերիչով քերել թարմ վարունգները եւ ավելացնել մյուս բաղադրիչներին, լավ խառնել եւ մատուցել։ Շատ համեղ աղցան է ստացվում, այն կարող եք մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում, իսկ մատուցելիս կարող եք վրան ավելացնել քունջուտ։ Դե ինչ սիրելիներս, այսօրվա համար պատրաստել էի այսքանը, հուսամ հավանեցիք, բարի ախորժակ։